Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Հարավային Կորեա և Ֆրանսիա, ում կվստահի Հայաստանը միջուկային ռեակտորի կառուցումը։ Քննարկումները շարունակվում են, Երևանը տարբեր առաջարկներ է ստանում։ Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ հաջորդ ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են վերջ, ուրեմն որոշվել է, որ Մոսկվայի Ռուսաստանի հետ է կառուցվում։ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են բա հուշագիրը ստորագրեցին, ինչի գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են բա չհասկացանք, հիմա այնա մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ։ Թեև Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ քաղաքական կոմպոնենտ այս հարցում չկա, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի համար առավել քան ակնհայտ է, որ հայկական խաղաղ ատոմը հայտնվել է աշխարհաքաղաքական մրցակցության առանցքում։ Նաև ատոմային կայանի կառուցման մոդելից է կախված լինելու, թե արտաքին քաղաքականության, ռազմավարության ինչպիսի վեկտոր է որդեգրելու Հայաստանի Հանրապետությունը, որովհետև միջուկային էներգետիկան, ինչպես հասկանում եք, արդի աշխարհակարգի առանցքային անկյունակարային բաղկացուցիչներից մեկն է։ Մինչև ընտրության մասին ազդարարելը Մոսկվայում համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովներ, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական դիզայնով կառուցված ատոմակայաններն ամենապահանջվածն են աշխարհում, իսկ Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ասաց, որ հպարտանում է Մեծամորի ատոմակայանով և հարգում Հայաստանի ցանկացած որոշում։ Никол Воваевич, мы так говорим, станция ваша, а гордость наша общая։ Նիկոլ Վովայևիչ, ատոմակայանը ձերն է, բայց հպարտությունը բոլորինս է։ Ավելի վաղ ռուսական պետական Ռոսատոմ կորպորացիան Հայաստանին առաջարկել էր կառուցել մեծ հզորությամբ ատոմակայան Լենինգրադի ատոմակայանի անալոգով։ Զուգահեռ նաև մոդուլային կայաններ կառուցելու առաջարկ է արել։ Համեմատելով ամերիկյան և ռուսական նախագծերը, մասնագետն ասում է, ռուսականն ակնհայտ առավելություններ ունի։ Ռուսաստանը արդենից ճիշտ է ոչ գետնի վրա, այլ հայտնի ակադեմիկոս Լոմոնոսով այդ սառցահատի վրա արդեն իսկ շահագործում է մոդուլային ատոմային ռեակտոր 50-ից 60 մեգավատ հզորությամբ, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին մոդուլային ռեակտորը շահագործման է հանձնվելու ընդամենը 2031 թվականին։ Բացի այդ, հայկական կողմը մշտապես խոսում է մոդուլային ռեակտորների սեյսմակայունության մասին։ Այս ցուցանիշով ևս Ռոսատոմի առաջարկած Ռիթմ 200N մոդելի ռեակտորը որոշ առավելություններ ունի, հաշվի առնելով, որ շահագործվում է սառցահատի վրա։ Այդ սառցահատը ամեն օրվա ռեժիմով հատում է բավականին մեծ տարածություններ, սառույցը, որ այն կոտրում անցնում է, հասնում է մինչև 4-5 մետր, ըստ այդմ այդ ռեակտորը, որը տեղակայված է այդ նավի վրա, շահագործվում է փաստացի շատ սթրեսային եւ էքստրեմալ պայմաններում։ Վահե Դավթյանի տեղեկություններով ամերիկյան Westinghouse-ը, երբ այցելել է հայկական ԱԷԿ, քննարկումների ընթացքում շեշտադրել է ոչ թե նոր նախագծի իրականացումը, այլ միջուկային վառելիքի մատակարարման հեռանկարը, նպատակ ունենալով Հայաստանի միջուկային շուկայից դուրս մղել ռուսական գործոնը։ Ինչպես հայտնի է, գործող ատոմակայանը շահագործվելու է մինչև 2036 թվականը։ Մասնագետը հուսով է, որ այն կշարունակի ապահովել էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Սա ենթադրում է, որ առաջիկա առնվազն 1-2 տարվա ընթացքում պետք է արդեն սկսվեն գոնե պրոյեկտման աշխատանքներ ուղղված նոր կայանի կառուցման, որպեսզի 2036 թվականին, երբ գործող ԱԷԿ-ը, Մեծամորի ԱԵԿ-ը դուրս բերվի շահագործումից, արդեն իսկ մենք ունենանք պատրաստ նախագիծ, այսինքն այս գործընթացները պետք է զուգահեռ ընթանան։ Սա է պատճառը, որ այսօր արդեն օր առաջ պետք է կայացվի որոշում եւ միանգամից սկսվեն աշխատանքներ պրոյեկտման ուղղությամբ։ Դավթյանի համոզմամբ, թեև աշխարհում մոդուլային ռեակտորների հանդեպ պահանջարկն աճել է, բայց Հայաստանը, որ ավանդաբար դիրքավորվել է որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն, պետք է փորձի պահպանել այդ կարգավիճակը, իսկ դրա համար անհրաժեշտ է ավանդական մեծ հզորությամբ ատոմակայան, առնվազն 600 մեգավատանոց։ Հակառակ դեպքում Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալն էապես կնվազի։ Արևային էներգետիկայի զարգացման շնորհիվ, որ այդքան թմբկահարվում է, այսօր վստահաբար մենք չենք կարող արտահանման կայուն գործառույթ իրականացնել, հաշվի առնելով, որ արևային էներգետիկայի ուրեմն արևային կայանների օգտակար գործողության գործակիցը բավականին ցածր է։ Հետևաբար փոքր հզորությամբ ռեակտորի շահագործման դեպքում Հայաստանը, որպես Իրանի ու Վրաստանի համար էլեկտրաէներգիայի կարևոր մատակարար, ստիպված կլինի վերանայել իր արտահանման ռազմավարությունը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։